Պայթունավտանգ իրավիճակ Կիլիկիա գործարանում ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի բիզնեսի շուրջ քննչական գործողություններ են 450 միլիոն դրամի տուգանք։ Հանրուլրատվականը իրավապահ մարմիններից արձագանք ստացավ, որ ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող Կիլիկիա գործարանում ուրբաթ օրը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետ քննչական վարչությունը քննչական գործողություններ է իրականացրել եւ ողջ գործարանը կապանակնքել։ Մեր նկարախումբը շտապեց դեպքի վայր հասկանալու համար, թե ինչ է կատարվում, երբ Հանրուլրատվականի նկարանախումբը հասավ գործարան, այնտեղ էին շտապում նաև քննչական կոմիտեի քննիչները։ Գործարանում էր գտնվում նաև սեփականատեր ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը։ Հանրուլրատվականին հասած տեղեկություններով քննչական կոմիտեի պետ քննչական վարչությունը գործարար Հակոբ Հակոբյանին արդեն իսկ 450 միլիոն դրամի տուգանք է նշանակել։ Ավելի ուշ մեծ հայտնի դարձավ, որ գործարարը հրաժարվել է վճարել տուգանքը, պատճառաբանելով ինչ սխալ բան եմ արել եւ ինչ հիմքով պետք է այդ գումարը վճարեմ։ Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում ընտրություններից առաջ եւ ըստ էության քաղաքական իշխանությունները սկսել են ռեկետ գործարարների նկատմամբ աննախադեպ տուգանքներ նշանակելով։ Այս պահին մեր նկարանող խմբի ներկայությամբ գործարանի կապանակնքված դռները բացվեցին, սակայն պետք է նշել, որ պետք քննչական վարչությունում դեռևս 2021 թվականից քննվող քրեական գործ կա, որի մասին միայն հիշել են 4 տարի անց։ Հետևեք մեր հրապարակումներին հասկանալու համար, թե քաղաքական իշխանությունները ինչ գործընթաց են սկսել գործարարի նկատմամբ եւ ինչ է սպասվում ազգային ժողովի նախկին պատգամավորին։ Կներկանաք որտեղից եք։ Այդտեղից եմ, որտեղից որ մտածում եք։ Այսինքն այնտեղից չի, որտեղից մտածում եք։ Համացեք։ Դուք կներկանաք, դուք որտեղից եք, ինչու եք եկել հիմա գործարան։ Մենք ահազանգ ենք ստացել, եկել ենք հասկանանք դուք որտեղից եք, ինչ նպատակով եք եկել ու հիմա ինչ գործողություններ եք պատրաստվում անել այստեղ։ Իրոք անցնենք էլի։ Ես եմ դες հետ անցնելու։ Իմ օպերատորի հետ կապված որևէ խնդիր չառաջանա, մնացածը մենք մեր աշխատանքն ենք անում։ Չեք ուզում ներկանաք որտեղից եք։ Գնալեք էլի, հիմա դուք ինձի խանգարում եք էլի։ Լավ, տեսնենք թե դուք ինչ եք անում, չեք ուզում ներկանաք, մենք գիտենք որ դուք քննչական կոմիտեի, պետք կոնկրետ քննչական վարչության աշխատակիցներ եք, ու եկել եք կոնկրետ գործողություններ անեք։ Մենք հիմա պետք է հասկանանք ինչ գործողություններ եք անում։ Պարոն Հակոբյան, ներողություն, մենք ահազանգ ենք ստացել, ներողություն, ես ահազանգ եմ ստացել, իրավապահ մարմիններից եմ ահազանգ ստացել, բայց չեք էլ ուզում կարանաք։ Ասեք ինչ եք անում գործարանում։ Իրավապահ մարմիններից տեղեկություններ եմ ստացել, որ դուք հիմա կոնկրետ գործողություն եք անում։ Պարոն Հակոբյան, ինչ է կատարվում գործարանում, ովքեր են իրենք։ Ես գիտեմ, որ պետք քննչական աշխատակիցներ են ու պատրաստվում են գործողություններ անեն։ Պարզաբանեք, ինչ քննչական գործողություններ եք պատրաստվում իրականացնել։ Պարոն Հակոբյան, էլի համեն ենք։ Ես դուք եք Պլոմբե գործարանը։ Նայեք, հիմա ես գործողություններ եմ անելու, գործողությունը գաղտնի են։ Դուք իրավունք չունեք դրանք լուսաբանելու։ Կոնկրետ թուղթ ցույց տվեք, որով որ ես իրավունք չունեմ։ Մտել ահազանգը ստացել եմ, որ Ապոլինի իրավապահ մարմինները գործողություն են անում կոնկրետ գործարանում։ Ես հիմա պետք է արձանագրեմ ինչ գործողություններ եք անում։ Չենք անում, բացում ենք, ասեմ բացեմ։ Դե հիմա չենք կարող, բացում միջով խոսում մի քիչ։ Ես արձանագրեմ, թե ինչ են արել։ Ստեղծել նախաքննական մարմինը գործարանի շուրջ։ Որտեղից եք։ Ժողովուրդ օրաթերթից ես նախապես քննիչներին ներկայացրել պարոն։ Ահազանգը ստացել են իրավապահ համակարգից։ գնացեք, մեր քննիչները գործողություններ իրականացնում։ Պարոն Հակոբյան, էլի համեն ենք։ Ահազանգը ստացել են իրավապահ համակարգից։ Գնացեք, մեր քննիչները գործողություններ իրականացնում։ Ահազանգը ստացել են իրավապահ համակարգից։ Գնացեք, մեր քննիչները գործողություններ իրականացնում։
Իրանք են ուղարկել։ Ուղղակի որ դուք չեք ուզում խոսել պարոն Հակոբյան, ինչ է կատարվում գործարանի շուրջ, ես ուզում եմ ուղղակի ձեր գնահատականը, ինչ է կատարվում։ Ինչ են արել, ինչու են այսքան աշխատակիցներ հայտնվել դրսում։ Երեք բան չասեմ էլի։ Սպասեն գործողություններին։ Դե սպասեք, խնդրում եմ ձեզ մի քիչ հեռացեք գործողությունները ավարտենք, հետո կտեսնենք էլի։ Բայց պարոն Հակոբյան, գործողությունները Հասնեմ իմ կաբինետ նստեմ, խոս տանում եմ ձեզ, ինչ կուզեք կասեմ ձեզ։ Մենակ հասնեմ իմ ոտի վրա։ Ինչ են անում ձեր գործարանի շուրջ, ինչ են ուզում ձեզանից, ինչն եք հակառակ արի այս կառավարությանը, որ հիմա այս վիճակն է ստեղծել գործարանի շուրջ։ Ինչ ասեմ։ Երևի մի բան արել ենք, որ անում են, էլի, ինչ ասեմ։ Դուք փորձել եք հասկանալ ինչն եք, ինչ խոսք։ Չեմ հասկանում, չեմ հասկանում։ Հայտնվում են բանտերում։ Չեմ, ես էլ կարող հայտնում եմ բանտում։ Հենց որ ես սպասում եմ դրան։ Այդպիսի կանխատեսում ունեք։ Ես ունեմ, այո։ Պարոն Հակոբյան, շատ կարճ կասեք։ Որովհետև ես ոչ մի անգամ ոչ մեկին չեմ ենթարկվել, ոչ մի իշխանության ժամանակ, եւ չեմ ենթարկվելու երբեք։ Թող հանգարց ոչ մեկ չմտածի, որ կարա ինձ ինչ-որ բանով նեղի։ Այդքան բան։ Էլ բան չասեմ, էլի ասեցի ինչ-որ պետք է։ Ուրեմն ես հիմա չեմ կարող գործողություն անեմ։ Ժողովրդի ես ինչ ասեմ։ Դե հիմա չգիտեմ։ Հիմա ձեր այսքան մարդ որ հիմա ստեղ է, դի ձեր մեղավորությունն է ժողովուրդ։ Հիմա այսինքն մեծ մտնեք գործողությունը, ոչ մեկ գործողությունը բացի այսքան մարդուց բացի պարոն Հակոբյանը դա գործողությունը իրանք չունի մասնակցել։ Դե կանենք, դուք սպասեք ստեղ, էլի կանենք։ Բարձանանք էստեղ, սպասեք Չէ, խնդրեմ պարոն Հակոբյանը դեր աշխատեք։ Ժողովուրդ ջան, մի քիչ լրագրողացեք, խնդրում եմ։ Ոստանում եմ բոլորին։ Ինչ որ ներս անենք, դուս կգամ, ես ձեզ կասեմ։ Խնդրում եմ մոտիկ մեկը, գնացեք հեռու կանգնեք, թողեք աշխատեք։